միանշանակ յուրաքանչյուր բուժառով դիմում է պլաստիկ վիրաբույժին, մտնում է պլաստիկ վիրաբույժի սենյակ, ունի կոմպլեքս ինչ-որ մի բանի հետ կապված։ Այդ բարդույթը վերացնելու ամենակարճ ուղին դա պլաստիկ վիրաբույժն է։ Ես միշտ ասել եմ եւ նորից կկրկնեմ, մենք որպես պլաստիկ վիրաբույժ ամենակարճ ճանապարհն ենք անցանկալի մարմնից դեպի ցանկալի մարմին, անցանկալի դեմքից դեպի ցանկալի դեմք, կնճիռներից դեպի հարթ մաշկ։ Մենք ամենակարճ ճանապարհն ենք։ Եկեք հարցը դնենք այսպես. ինչու են մարդիկ ավելի հաճախ դիմում մեզ, այլ ոչ գնում սպորտի, չգիտեմ, սննդակարգը բարելավում, ապրուստը, կենսակերպը փոխում։ Դուք ունեք ձեր հարցի պատասխանը։ Այո, ես ունեմ, որովհետև դա ամենակարճ ճանապարհն է, մարդիկ այսօր չեն ցանկանում։ Ես իմ բուժառուների, իմ պացիենտների ասենց համախմբումը, որ ասեմ, իրանց հարցադրումների, որ միշտ այդ հարցը տալիս եմ, փորձել եք արդյոք, չգիտեմ, նիհարեք սպորտի միջոցով կամ փորձել եք սննդակարգի միջոցով, բոլորը ասում են, այո, բժիշկ ջան, փորձել ենք, չի ստացվել, դե վсё, արդեն էլ չենք ուզում, վերջ, օգնել ենք եւ այլ եւ այլ։ Այսինքն, այստեղ խնդիրը հետեւյալն է, սոցիալական կայքերը։ Ինչ են անում սոցիալական կայքերը։ Այսօր սոցիալական կայքերը ցույց են տալիս այնպիսի մարմիններ, այնպիսի դեմքեր, այնպիսի կենսակերպ, որ մարդիկ ուզում են նմանվեն։ Շատ հաճախ գալիս են դիմում են, ասում են, այս մարդու մարմնից եմ ուզում։ Ասում եմ, լավ, իսկ այդ մարդու կենսակերպով դուք կարող եք արդյոք ապրել, որովհետև եթե մենք ձեզ տանք ինչ-որ մի մարմին, այդ մարմինը պահել է պետք։ Եվ սննդակարգով, չծխելով, սպորտով,